Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում փոքրիկ Արևիկը հանկարծակի հիվանդանում է և հայտնվում հիվանդանոցում։ Այս լուրը խորը անհանգստություն է առաջ բերում Արշակի մեջ։ Նա խուճապահար է, բայց միևնույն ժամանակ լուռ, չնայած նրան, որ դստեր համար նա հանդիսանում է և հայր, և մայր։ Նա փորձում է պահել հանգստություն, ներսում իր վախերն ու անհանգստությունը խեղդելով։ Իսկ այդ ամենի կողքին Արշակի տանը, որտեղ աշխատում է Էլիզը, իրավիճակը դառնում է ավելի լարված։ Էլիզը, որ խնամում է թե Արշակի քրոջը Մագդային և թե Արևիկին, շատ լավ նկատում է Արշակի ապրումները։ Նա տեսնում է ցավը, որն Արշակն այդքան վարժ թաքցնում է իր մեջ, բայց Էլիզը չի արձագանքում։ Եվ երբ թվում է, թե ամեն ինչ ընթանում է ըստ Էլիզի նախապես մշակած պլանի, պատահական հանդիպում է տեղի ունենում։ Նորոն, Էլիզի եղբայրը, պատահմամբ տեսնում է նրան Մագդայի տանը։ Հայր ու եղբայր երկուսն էլ զարմանում են իրար այդ վայրում տեսնելով։ Էլիզը, պահպանելով հանգստություն, պարզ հայտարարում է, որ սա իր աշխատանքի վայրն է։ Բայց Նորոն ոչինչ չի գիտակցում։ Նա չգիտի, թե իրականում ինչ տուն է սա, ովքեր են այս տան բնակիչները և առավել ևս ինչ անցյալ կա այս մարդկանց ու իր ընտանիքի միջև։ Սկսում է կասկածել և կասկածները հանգեցնում են նրան, որ նա որոշում է դիմել տատիկին, հույսով, որ կստանա ճշմարիտ պատասխան։ Նա ուղիղ հարցնում է տատիկին, որտեղ է աշխատում իր քույրը։ Տատիկը սակայն խաբում է, ասում է, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ, միայն գիտի, որ Էլիզը զբաղվում է դայակությամբ, խնամում է մի 10 տարեկան երեխայի։ Բայց իրականում տատիկը ամեն ինչից տեղյակ է։ Նա ունենում է զրույց իր ընկերուհու հետ, որտեղ բացահայտ ասում է, որ Էլիզը նպատակաուղղված կերպով ընդունվել է Արշակի տուն աշխատանքի, վրեժ լուծելու համար։ Նա հավելում է, որ թեև իր թոռնուհուն ասել է ճիշտ է անում, սակայն սրտում շատ է անհանգստանում։ Գաղտնիքը սակայն ամբողջությամբ գաղտնի չի մնում։ Զրույցը պատահաբար լսում է Էլիզի մյուս քույրը Ալինան։ Այդ պահից սկսած նա նույնպես ներգրավվում է այդ բարդ ու զգայուն պատմության մեջ։ Տատիկը, կարելի է ասել, ճիշտ է անում, որ անհանգստանում է։ Էլիզը, ինչպես երևում է, արդեն անցել է գործի։ Մինչև այս պահը Արշակը չի էլ պատկերացնում, թե ով է իր տան նոր աշխատակցուհին, իսկ Էլիզը, օգտվելով իր անանուն լինելու հանգամանքից, սկսում է քայլեր իրականացնել, որոնք դուրս են իր պարտականությունների շրջանակից։ Արշակը նոր գործարք է կնքել, մի կարևոր պայմանագիր, որը նրան պիտի օգներ իր ամերիկյան բիզնեսը տեղափոխել Հայաստան։ Սակայն Էլիզը գաղտնի կերպով պատռում է այդ պայմանագիրը։ Նա իրականացնում է իր ծրագիրը, շոշափելով Արշակի կարևորագույն պլանները։ Արշակը շփոթված ու անհանգիստ փնտրում է փաստաթղթերը։ Նա բարձրաձայն ասում է, որ դրանք դրել էր Արևիկի սենյակում, բայց հիմա չկան, անհետացել են։ Այդ պահը լուրջ հուզմունք է առաջ բերում Արշակի մեջ, քանի որ գործարքը կարող է խափանվել։ Էլիզը, լսելով ու տեսնելով այս ամենը, ներքուստ մի տեսանելի բավարարվածություն է զգում։ Նրա սիրտը հովանում է։ Նրա վրեժի ճանապարհին սա դառնում է առաջին իրական հաջող քայլը։ Իսկ ավելի ուշ Էլիզը վերադառնում է տուն։ Նա մոտենում է տատիկին և արցունքոտ աչքերով պատմում, թե ինչ է արել։ Նաև լաց է լինում։ Հուզմունքը խորն է, բայց վճռականությունը մնում է անսասան։ Էլիզը ասում է, որ ինչ էլ լինի, ինքը հետ չի կանգնելու վրեժի մտքից։ Նա ասում է, եթե նույնիսկ Արշակը իմանա, թե ով է ինքը իրականում,